Սրբարտության դեպքում անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե տարածված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, նույնիսկ եթե դրանք արատավորում են մարդու պատիվն ու արժանապատվությունը։ Անձը ազատվում է պատասխանատվությունից նաև այն դեպքում, եթե տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, բայց նաև արատավորող չեն։ Արատավորող տեղեկությունները պետք է վերաբերեն կոնկրետ անձի կամ անձանց։ Տեղեկությունները պետք է տարածված լինեն որևէ եղանակով, ներկայացված լինեն հրապարակային։ Այս դեպքում, ի տարբերություն վիրավորանքի, դիտավորությունը պարտադիր պայման չի համարվում։ Պահանջը, որ ներկայացում է, ինքը տուգանք չի, բայց կարծես թե ներկայացում է որպես տուգանք, որպես պատասխանատվության միջոց, ինչը ճիշտ չի, որովհետև այստեղ շատ կարևոր է, որպեսզի անձը նախ եւ առաջ կարողանա հիմնավորի, թե ինչի համար կոնկրետ այսքան կամ այնքան գումարի չափով պետք է իր պահանջը բավարարվի կամ ընդհանրապես այդ պահանջի իրավաչափության հարցը պետք է բարձրացվի, եւ դատարանը բնականաբար դա պետք է հաշվի առնի եւ ընդունի գիտություն։ Բաժանորդագրվեք Իրավաբան.net-ի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։